Բաքուն Երևանից քայլեր է ակնկալում Զանգեզուրի միջանցքի բացման ուղղությամբ, անդրադառնալով Երևանի առաջ քաշած տարածաշրջանային ապաշրջափակման խաղաղության խաչմերուկ ծրագրին, այսօր հայտարարեց Իլհամ Ալիևի օգնականը։ Հիկմետ Հաջիևը Globsec 2025 ֆորումի շրջանակներում մասնակցում էր Չինաստանը Եվրոպային կապող արևելք-արևմուտք միջին միջանցքի թեմայով պանելային քննարկմանը։ Դա հնարավոր է։ Մենք քննարկում ենք Հայաստանի հետ նույնպես։ Մեր նպատակը չէ տեսնել մեկ այլ մեկուսացում, մարգինալացում տարածաշրջանում, բայց միևնույն է, մենք եւս որոշ ակնկալիքներ ունենք Հայաստանից։ Ինչու ասացի, որ մի փոքր ուշացած է խաղաղության խաչմերուկի գաղափարը։ 30 տարի Հայաստանն Ադրբեջանի Նախիջևան տարածքը մեկուսացման մեջ է պահել։ Մենք հիմա ակնկալում ենք, որ Հայաստանը կարևոր առաջին քայլը պետք է անի Զանգեզուրի միջանցքի մասով։ Մինչ Երևանը Բաքվին հեշտացված ռեժիմով ճանապարհ է առաջարկում դեպի իր էքսկլավ Նախիջևան, Բաքուն շարունակում է պնդել անխոչնդոտ առանց ստուգումների այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի գաղափարը։ Հայաստանն ի պատասխան հայտարարում է, որ ճանապարհները պետք է գործեն երկրների ինքնիշխանության ներքո։ Հաջիևն ասաց, գիտի, որ հայ գործընկերներին բարկացնում է միջանցք բառը, կարող են նաև անցուղի տերմինն օգտագործել, բայց շարունակեց Զանգեզուրի միջանցքի բացումը նաև Հայաստանի համար նոր հնարավորություններ կստեղծի։ Ես գիտեմ, որ իմ որոշ հայ գործընկերներ բարկանում են միջանցք բառից։ Ես միշտ կատակում եմ, որ Ադրբեջանի ամբողջ տարածքն է միջանցք։ Լավ, այն անվանեք անցուղի։ Մենք ցանկանում ենք առաջին հերթին ունենալ կապ Նախիջևանի հետ, քանի որ 30 տարի է մենք զրկված ենք եղել այդ հնարավորությունից։ Հենց որ լինի Նախիջևանի հետ կապը, ես կարծում եմ, որ այստեղ կարող են բացվել այլ հնարավորություններ Հայաստանի համար եւս։ Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան տարածաշրջանն ապաշրջափակելու հայկական կողմի առաջարկը փոքրինչ ուշացած որակեց, բայց համաձայնեց Հայաստանը կարող է մաս կազմել տարածաշրջանային հիմնական տրանսպորտային հաղորդակցությունների վերաբերյալ քննարկումներին։ Երբ խոսվում է Հայաստանի խաչմերուկի, խաղաղության խաչմերուկի մասին, տարբեր ձևակերպումներ կան։ Ես կասեի, որ դա մի փոքր ուշացած մոտեցում է։ Եվ երբ Ադրբեջանի տարածքներն օկուպացիայի տակ էին, մենք միշտ խոսում էինք հաղորդակցության մասին, որպես հակամարտության գործընթացի լուծման տարբերակ։ Հիմա հակամարտությունը լուծված է։ Հաղորդակցության մեկ այլ բաղադրիչ է արևելք-արևմուտք միջին միջանցքը, եւ այստեղ անհրաժեշտ է անվտանգություն եւ կայունություն միջանցքի ամբողջական եւ արդյունավետ գործածման համար։ Եվ սա եւս բան է, որ տեղի է ունեցել մեր շնորհիվ, որի համար մեր երկրին պետք է արժանին մատուցել։ Մենք հաստատել ենք ամբողջական անվտանգություն եւ կայունություն տարածաշրջանում։ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային տրանսպորտային քննարկումների մաս։ Չեխիայի մայրաքաղաքում ընթացող Globsec 2025 ֆորումում երեք Հայաստանի վարչապետն էր խոսել խաղաղության խաչմերուկ ծրագրից։ Փաշինյանը շեշտել էր, որ դա ենթադրում է նաև Հայաստանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան կապ։ When we are talking on lasting and sustainable peace, it is very important to create a kind of environment of Երբ մենք խոսում ենք հարատև եւ կայուն խաղաղությունից, կարեւոր է ստեղծել փոխադարձ կախվածություն։ Լավագույն գործիքը դրա համար ենթակառուցվածքներն են, տնտեսությունը, փոխադրումների ուղիները եւ այլն։ Infrastructures, economy, transit, ways, etc. Պրահայում Ադրբեջանի նախագահի օգնականը անդրադարձավ նաև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցին։ Հայաստանի սահմանադրության փոփոխություն, որում տարածքային պահանջներ են տեսնում եւ ԵՀԿ Միսկի խմբի լուծարում։ Իհարկե մենք հասկանում ենք, որ սահմանադրական հարցերը ցանկացած երկրի ներքին գործն են, բայց երբ սահմանադրության մեջ մեկ այլ երկրի վերաբերյալ տարածքային պահանջի հղում կա, դա մտահոգությունների տեղիք է տալիս։ Ֆորումի ընթացքում այս հարցին անդրադառնալիս վարչապետ Փաշինյանը իր հերթին կրկին հայտարարել էր, որ Երևանը տարածքային պահանջներ է տեսնում Ադրբեջանի սահմանադրության մեջ, սակայն չի պնդում այն փոխել, քանի որ ըստ Փաշինյանի խաղաղության պայմանագրի ստորագրմամբ այդ հարցերը կարգավորվում են։ Հայաստանը եւս ունի որոշ մտահոգություններ կապված Ադրբեջանի սահմանադրության հետ եւ այլն, բայց մենք չենք բարձրաձայնում այդ հարցը։ Ինչու՞, որովհետեւ մենք տեսնում ենք, որ խաղաղության համաձայնեցված տեքստի նախագիծը այդ խնդիրը մեր դեպքում եւս լուծված է եւ որոշված է։ Այսպիսով մենք պետք է գնանք եւ ստորագրենք այդ համաձայնագիրը լուծելու համար բոլոր այս հարցերը։ So we need to go and sign that agreement to solve all those issues. Չնայած Բաքվի նախապայմաններին Սյունիքի սահմանային գյուղերի ուղղությամբ ադրբեջանական շարունակական կրակոցներին, Փաշինյանն ասել էր, որ Երևանն ու Բաքուն պետք է փորձեն մինչև տարեվերջ ստորագրել խաղաղության պայմանագիրը ու լուծարել Մինսկի խումբը։ Between Armenia and Azerbaijan there will be peace.